Վերջել չեն թողել օրակարգից շեղում։ Ազգային ժողովի այսօրվա քննարկումները հասան մինչև 1999 թիվ ու քաղաքացիական պայմանագիր Հայաստան խմբակցությունների միջև բուռն բանավեճի թեմա դարձան։ Բոլորին կոնտրոլի գլխից խփել են։ Հոկտեմբերի 27-ի թեման բացեց քաղաքացիական պայմանագրից Սասուն Միքայելյանը, որը 99-ին ևս ազգային ժողովի պատգամավոր էր։ Նոր գումարման խորհրդարանի իր առաջին ելույթում նա հայտարարեց, սպանությունները քաղաքական են եղել։ 99-ի հոկտեմբերի 27-ին խորհրդարանում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով սպանվեցին ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, 2 փոխխոսնակները, վարչապետ Վազգեն Սարգսյանը, 1 նախարար, 3 պատգամավոր։ 3 տարի ձգված դատավարությունից հետո 6 անձ, այդ թվում ահաբեկչական խմբի պարագլուխ Նաիրի Հունանյանը դատապարտվեցին ցմահ, մեկը 17 տարվա ազատազրկման։ Չկար նախագահ, չկար փոխխոսնակները, ազգային ժողովը չկար, վարչապետ։ Մեր սահմանադրությամբ ոչ մի բան չէր գործում։ Ոչ ազգային ժողովն էր գործում, ոչ կառավարությունը։ Մնացել էր միակ ցարիբոկ Ռոբերտ Քոչարյան։ Այսօր եկել ենք մի տեսակ արդարացնում ենք։ Ապոլինի բռնում են սրան նրան։ Այն ժամանակ էլ օրինական գնդակարումին Հայաստանի Հանրապետության օրենսդիր մարմնում։ Հոկտեմբերի 27-ից հետո վարչապետ է նշանակվում նախագահ Քոչարյանի առաջարկով Արամ Սարգսյանը։ Պատահական մարդ չէր Արամ Սարգսյանը, Վազգեն Սարգսյանի եղբայրն էր։ Այն ժամանակ դատախազովա նշանակվում Գագիկ Ջահանգիրյանը, ընդհանուր առմամբ ողբերգությունից հետո կարևորագույն պաշտոններին նշանակվում են մարդիկ, ովքեր ոչ թե Ռոբերտ Քոչարյանի մարդիկ էին, ովքեր պետքա պարտակ էին, այլ մարդիկ էին, ովքեր ուղիղ հետաքրքրվածություն ունեին ողբերգության բացահայտման մեջ։ Եվ եղավ այն ինչ եղավ, Նաիրի Հունանյանը այսօր ԱԱԾ պատվալում է։ Եթե նոր բան կար բացահայտելու, բա ինչ էիք անում այսքան ամբողջ ժամանակահատվածում։ Սասուն Միքայելյանը նաև հոկտեմբերի 27-ի արտաքին հետ քննարկեց։ Ահաբեկչության կազմակերպիչների հարցը դատավարությունից հետո էլ տարիներ շարունակ քննարկվում է։ Հրդեհ պետաղավտանգության նախկին փոխգնդապետ Ալեքսանդր Լիտվինենկոն լուսեմ ադրբեջանական շաբաթ թերթում հարցազրույց է տվել, որ հոկտեմբերի 27-ին հանցանքը ռուսական հատուկ ծառայությունների ավելի շտույկ գլխավոր հետախուզության վարչության կողմից եղել, գրոհի կողմից։ Ըստ նրա այդ հատուկ գործունեությունը ռուսական քաղաքական ղեկավարությունը հնարավորություն տվեց կանխելու Ղարաբաղյան կարգավորման համաձայնագրի ստորագրումը։ Վազգեն Սարգսյանի հարազատ եղբոր Արմեն Սարգսյանի մի միտքը հնչեցնեմ արտաքին հետքի հետ կապված, մասնավորապես նա ասում է հետևյալը. այն արտաքին ուժերը, ովքեր կազմակերպեցին հոկտեմբերի 27-ը, կանգնած են այսօրվա իշխանության թիկունքին։ Ես չգիտեմ Արմեն Սարգսյանը ճիշտ է թե սխալ է։ Ես չգիտեմ Արմեն Սարգսյանը ում նկատի ունի, բայց Արմեն Սարգսյանը Վազգեն Սարգսյանի եղբայրն է։ Դուք ինչի այս ցուցակով չեք հարցակնել, դուք եք 8 տարի շարունակ շարքում հոկտեմբերի 27-ը ու ամեն առիթով փորձում մեղադրանքի սլակները ուղղել Ռոբերտ Քոչարյանի դեմ։ Ագնեսա Խամոյանը խոսքն ուղեց նաև իշխանության շարքերում նստած Անդրանիկ Քոչարյանին, որը 99-ին վարչապետ Վազգեն Սարգսյանի խորհրդականն էր։ Այս ցուցակի մասին ինչի չխոսեց պարոն Միքայելյան, այս ինչ ցուցակ է։ Այս ինչ ցուցակ է, պարոն Քոչարյան։ Վազգեն Սարգսյանը ձեր ընկերն էր, չէ՞։ Վազգեն Սարգսյանը ձեր ընկերն էր, չէ՞։ Ամբողջ կյանքում Վազգեն Սարգսյանի անունը քաղաքական կապիտալի վերածեցիք, օգտագործեցիք, բայց երբ որ ձեր ընկերոջ մարմինը դեռ չէր սառել այս դալիճում, դուք իր դիակի վրա առևտուր էիք անում։ Վազգեն Սարգսյանի կյանքի ամբողջ նպատակը Արցախյան շարժումն էր, չէ՞, որը ձեր այսօրվա առաջնորդը բեր ու թակարդ է համարում։ Խամոյանը մի ցուցակից էր խոսում, որը ըստ հրապարակումների 27-ի ողբերգությունից հետո ներկայացվել է այն ժամանակ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որպեսզի նա մի շարք առանցքային, այդ թվում վարչապետի, ազգային անվտանգության եւ ներքին գործերի նախարարների, գլխավոր դատախազի պաշտոններում նշանակի սպանված Վազգեն Սարգսյանի մտերիմներին։ Այնտեղ նաեւ Անդրանիկ Քոչարյանի անունը կա, որպես համակարգող նախարարի թեկնածու։ Անդրանիկ Քոչարյանը եւ թիմակիցները Վազգեն Սարգսյանի սպանությունից հետո
պաշտոնների ցուցակ էին ներկայացրել եւ Տիկին Խամոյան այդ ցուցակից գոնե մեկը նշանակվել, հա, չի նշանակվել, որովհետեւ Վազգեն Սարգսյանի սպանությունից հետո Ռոբերտ Քոչարյանը մաքրել է ամբողջ պետական ապարատը Վազգեն Սարգսյանի կադրերից։ Եվ այո, Վազգեն Սարգսյանի սպանությունից հետո պետք է իր թիմակիցները Հայաստանում իշխանություն ունենային, բայց չունեցան, փոխարենը Ղարաբաղյան կլանը եկավ ու Հայաստանում զավթեց իշխանությունը։ Հոկտեմբերի 27-ի կազմակերպիչների մասով քրեական գործը մոտ 7 տարի առաջ է վերաբացվել։ Քննում է քննչական կոմիտեն։ 2 տարի առաջ գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ վերսկսված քննության ընթացքում հարցաքննվել է եւ ցուցմունքներ է տվել ցմահ դատապարտված Նաիրի Հունանյանը։ Հարցաքննվել են նաեւ ահաբեկչական խմբի 3 այլ անդամներ։ 5 տարվա մեջ ցուցմունք են տվել նաեւ 24 վկաներ։ Գլխավոր դատախազությունից այսօր պնդեցին նաեւ օպերատիվ հետախուզական միջոցառումներ են արել, թե ինչ արդյունքներ են արձանագրել, նախաքննության շահերից ելնելով ասացին չեն կարող պատասխանել։ Փաստ է, որ կազմակերպիչների բացահայտման մասին չի հայտարարվել, իսկ նախաքննությունը շարունակվում է։ Եթե չգա մենք առանց իրար ստիպված լինենք որոշել այս ազգի ճակատագիրը։ Չգա ես պետք է